Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Բարև ձեզ, մեդիահաբի հարգելի հետևորդներ, եւ այսպես փաստենք, որ մեր երկրի քաղաքական դաշտի այլասերման գործընթացը աստիճանաբար մոտենում է իր գագաթնակետին։ Հասել ենք նրան, որ երկրի բարձրագույն ղեկավարությունը արդեն անթաքույց վիրավորանքներ է հնչեցնում ընդդիմության հասցեին, սպառնալիքներ է հնչեցնում ընդդիմության հասցեին, գումարած դրան բացահայտորեն ուղղորդում է իրավապահ մարմիններին իրենց հետագա գործունեության հետ կապված։ Երեկ Նիկոլ Փաշինյանը իր հերթական անհավասարակշիռ վարքով ազգային ժողովում ապացուցեց, որ իր քաղաքական ներկայությունը վարչապետի աթոռին պարզապես խայտառակություն է ոչ միայն Հայաստանի Հանրապետությանը նետված, այլ նաև հասարակությանը, հայ ժողովրդին։ Ես վստահաբար պնդում եմ, որ ընդդիմությունը պետք է Նիկոլ Փաշինյանին դատի տա, մեղադրելով նրան քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով։ Առաջինը դա վիրավորանքներ ընդդիմադիր падգամավորի հասցեին, երբ Նիկոլ Փաշինյանը նրան անվանեց համբալ։ Իդեպ այդ համբալ արտահայտությանը մենք կանդրադառնանք փոքրինչ ուշ, սակայն այս պահին փաստենք հետևյալը, որ Հայաստանի Հանրապետության վարչապետը ընդդիմադիր падգամավորին Հայաստանի Հանրապետության քաղաքացուն մեկ այլ քաղաքական գործի անվանում է համբալ։ Գումարած դրան Նիկոլ Փաշինյանի ժեստը, ահա այսպես որ նա ցույց տվեց ազգային ժողովում, միայն մի բան կարող է նշանակել, որ կմորթեմ ամբողջ աշխարհում այս արտահայտությունը մի բան է ընդհանրապես նշանակում, որ մորթելու եմ, եւ Նիկոլ Փաշինյանին հետագա, այսպես ասած, կռուտիտները չեն փրկելու այդ ժեստից ազատվելու համար։ Եվ ահա այդ ժեստի եւ համբալ արտահայտության համար Նիկոլ Փաշինյանին ընդդիմությունը պետք է դատի տա։ Առաջինը վիրավորանքի համար, հետո սպառնալիքի, որովհետև սպառնալիքները Նիկոլ Փաշինյանի կողմից չեն սահմանափակվում միայն այդ ժեստով։ Այն, որ նա հայտարարում է, որ մամուլի տեղեկությունները եթե հիմք ընդունենք, ապա ձեզ պետք է կախաղան հանենք, դժվար չէ պատկերացնելը, որ Նիկոլ Փաշինյանի ենթակայության տակ գտնվող լրատվամիջոցով անպայման անհրաժեշտության դեպքում հող կստեղծվի, որպեսզի այդ պատվիրված հոդվածի, պատվիրված նյութի հիման վրա այնուհետև Նիկոլ Փաշինյանը կախաղան բարձրացնի։ Իհարկե բոլորս ենք հասկանում, որ տվյալ դեպքում կախաղանը ունի հարաբերական իմաստ, բայց նկատի ունեմ Նիկոլ Փաշինյանը իր պատժիչ սուրը կկախի ցանկացած քաղաքական գործի ընդդիմադիր, ում անունով որ նա պատվիրի իր ընտանիքին պատկանող լրատվամիջոցում որևէ նյութ։ Սա երկրորդ հոդվածը, առաջինը ինչպես ասի վիրավորանքի համար, համբալ երկրորդ հոդվածով, որ պետք է ընդդիմությունը դատի տա Նիկոլ Փաշինյանին, դա սպառնալիքներն են։ Երրորդ հոդվածով, որ ընդդիմությունը պետք է դատի տա Նիկոլ Փաշինյանին, դա պաշտոնական լիազորությունների չարաշահումն է, որովհետև Նիկոլ Փաշինյանը ազգային ժողովի ամբիոնից անթաքույց հրահանգներ իջեցրեց իրավապահ մարմիններին, որ այսուհետ ցանկացած այն ընդդիմադիր քաղաքական գործին, որի վրա ինքը մատը կդնի, այդ գործիչը պետք է հայտնվի ԱԱԾ պատվալում, որովհետև Նիկոլ Փաշինյանը շարունակեց իր ելույթը այն տրամաբանությամբ, որ հասարակության մոտ ձևավորված է պահանջ որոշ անձանց ԱԱԾ պատվալում գտնվելու հետ կապված, եւ Նիկոլ Փաշինյանը մանիպուլացրեց այնպես, որ այս հասարակությանը ոչինչ չի հետաքրքրում, բացի որոշ մարդկանց, մասնավորապես Հայաստանի Հանրապետության նախկին նախագահաներին ԱԱԾ պատվալում տեսնելուց։ Դա կեղծիք է Նիկոլ Փաշինյանի կողմից, որովհետև Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին ամենևին չեն հետաքրքրում, թե ովքեր կլինեն ԱԱԾ մեկուսարանում, ԱԱԾ իր իսկ բառերով ձևակերպված պատվալումը։ Հայ հասարակությանը հետաքրքրում է իր
անվտանգությունը, իր երեխաների անվտանգությունը, որը խեղված է Նիկոլ Փաշինյանի ձեռքով, որը վտանգված է Նիկոլ Փաշինյանի կողմից, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին հետաքրքրում է իր հայրենիքը, որը այսօր մասնատվում ու նվեր է հանձնվում Ադրբեջանին։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին վերջապես հետաքրքրում է իր կենսամակարդակը, որը այսօր խայտառակ անկում է ապրում կրկին Նիկոլ Փաշինյանի շնորհիվ, որովհետև Հայաստանի Հանրապետության գների խիստ բարձրացումը չի համապատասխանում աշխատավարձների անկմանը։ Երևի հետ խորհրդային հանրապետություններից Հայաստանը այն բացառիկ երկրներից է, որտեղ գնաճը աստիճանաբար շարունակում է բարձրանալ, զուգահեռ աշխատաշուկայում աշխատավարձները ընկնում են խայտառակ, հասնում են խայտառակ վիճակի։ Համեմատության համար ասենք, որ եթե սրանից 2 տարի առաջ X աշխատանքի դիմաց վճարվում էր ենթադրենք 400,000 դրամ, ապա այսօր այդ նույն աշխատանքի դիմաց արդեն վճարվում է 250-ից 300,000 դրամ, որը այսօր արդեն համարվում է նորմալ աշխատավարձ։ Եթե մարդը հրաժարվի այդ աշխատավարձից, ապա նա մնալու է անգործ։ Եվ այսպես, ահա այս 3 հոդվածներով սպառնալիք, վիրավորանք եւ լիազորությունների չարաշահում քրեական օրենսգրքի այս 3 հոդվածներով ընդդիմությունը պետք է դատի տա Նիկոլ Փաշինյանին։ Իհարկե Նիկոլ Փաշինյանը կարող է դատական գործընթացից ազատվել, եթե նա հիվանդանոցից բերի տեղեկանք, որ ինքը անմեղսունակ է։ Նիկոլ Փաշինյանին մնում է 2 ճանապարհ։ Կամ ինքը պետք է ապացուցի, որ անմեղսունակ է, կամ պետք է կանգնի դատարանի առջև։ Իսկ հիմա անդրադառնանք համբալ բառին։ Պարզվում է համբալ բառը այս իշխանությունների մոտ բավականին ընդունված է եւ նրանք ներքին խոսակցություններում հասարակության հասցեին արտահայտվում են համբալով, որովհետեւ սովորաբար բառերը ցույց են տալիս անկախ այն օգտագործողի կամքից ցույց են տալիս այն մտածելակերպը, որը նա իրականում կրում է։ Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը իրենց անհեթեթ կրթվելը նորաձև է այդ, այսպես ասած, պրոյեկտով հասել են նրան, որ կրթվելու արդյունքում Աննա Հակոբյանի ամուսինը ազգային ժողովում падգամավորին անվանում է համբալ։ Փաստորեն ֆիքսենք, որ սա է նրանց կրթման արդյունքը, որովհետև նախքան իրենց կողմից այդ կրթվելու գործընթացը սկսելը, կրթվելը նորաձև սարքելը դերևս որևէ ղեկավար Հայաստանի Հանրապետության երբևէ ազգային ժողովի ամբիոնից ոչ մեկին համբալ չէր անվանել։ Ինչ վերաբերում է նրան, որ համբալ բառը իշխանական վերնախանվում ընդունված է, դրան մենք վաղուց էինք ականատես եղել, երբ որ Տիգրան Ավինյանի հայրը օփելի վարորդներին անվանեց համբալներ, ավելին նա համբալ անվանեց ոչ միայն օփելի վարորդներին, այլև գյուղացիներին, որովհետև ասեց գեղից եկած օփելով համբալները։ Այսօր ստացվում է, որ իշխանական վերնախավի համար հասարակությունը բաժանվում է հետևյալ խմբերի՝ ընդդիմադիր համբալ падգամավորներ եւ օփելի համբալ վարորդներ։ Հարգելի հետևորդներ, եթե մենք չենք ուզում, որ այս համբալ ղեկավարությունը, իդեպ մի բան շեշտեմ, սովորաբար պետության ղեկավարը համարվում է օրինակ թե քաղաքական վարքագծի առումով, թե քաղաքական բառապաշարի առումով։ Առավել եւս հաշվի առնենք, որ պետության ղեկավարը այսօրվա զբաղվում է կրթվելը նորաձև է պրոյեկտով եւ ցանկանում է բոլորիս կրթել։ Եվ այսպես ընդունենք, որ ես կրթվել եմ Նիկոլ Փաշինյանի կողմից, ընդունենք, որ Նիկոլ Փաշինյանը ինձ համար դարձել է քաղաքական բառապաշարի եւ քաղաքական վարքագծի օրինակ, եւ ես օրինակ եմ վերցնում Նիկոլ Փաշինյանից։ Եվ այսպես, հարգելի հետևորդներ, եթե մենք չենք ուզում, որպեսզի այս համբալ իշխանությունը, համբալ ղեկավարով շարունակի իշխել մեր մտքերին, շարունակի վիրավորել մեզ,
շարունակի պառակտել հասարակությունը, շարունակի Ադրբեջանին նվիրել մեր տարածքները, շարունակի զրկել մեզ ազգային իղձերից, ազգային երազանքներից ու ազգային նպատակներից։ Եթե չենք ցանկանում խորտակվի մեր ներկան ու խորտակվի նաև մեր երեխաների ապագան, ապա օր առաջ պետք է ազատվենք այս համբալ իշխանություններից։ Այսօր այսքանը, շնորհակալ եմ, կհանդիպենք։ Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։